Iisus Hristos, amen. Հայր մեր, որ հետինս ես, սուրբ եղեցի անուն քո, եղեցի արքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, զած մեր հանավազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբաղվիս մեր, որպես եւ մենք թողում մերոց բարդաբանած, եւ մի տանիրս մեզ իգործություն, այն կրկյաց մեզ իչարեք, Զիքոյ արքայություն և զորություն և պարք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Իսուս, տուր ինձ իմաստություն, ըսպարիս խորել և խոսել և գործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորոտոց, իմանից և իգործոց, հրկյազիս և ողորմյա քո արարծոց և ինձ բազմամերիս ամեն։ Այո, լսենք ժողովուրդ։ Ոնց ուզում եք, ոնց չի։ Կարող են տեղավորվել մի հոգի մեզ։ Այո։ Ձեր ամուսիններին հնազանդվեք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի փրկիչը, և ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց, ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի, մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները, ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն են, նրա մարմնից ու ոսկորներից, դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն, այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում, սակայն դուք էլ ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։ Ակնածի համաչելը Խոր հարկանք, խորում հարկանք։ Ողջույն, բարի երեկո բոլորին, գոհունակությամբ ասենք Փառք Աստծուն, այսօրվա մեր հանդիպման համար, Փառք Աստծուն ողջ առողջ ենք, Փառք Աստծուն միասին համախմբվելու և Աստծո խոսքի մասին լսելու, խորհրդածելու, աստվածային ճշմարտությունները վերհիշելու, հավատքով ընկալելու առիթ ունենք, բայց մանավանդ այդ բոլոր սուրբգրային ճշմարտությունները կյանքի վերածելու, կորզնավես մեր կյանքով դրսևորելու, արտահայտելու հրավիրված ենք։ Ուրեմն այսօրվա մեր թեման ինձ թվում է բարոյական և ընկերաբանական թեմա է, միաժամանակ լինելով նաև սուրբգրային ճշմարտությունների հետ սերտորեն կապված թեմա։ Ուրեմն ընտանեկան կյանքը և ընտանիքների հարաբերությունները։ Ուրեմն առաջին հերթին, երբ որ մենք խոսում ենք ընտանիքի մասին, բարձվում է, որ այդ ընտանիքը գաղ ունի ամուսնության հետ, չկա ընտանիք առանց ամուսնության։ Եվ երբ ասենք ընտանիք իր նեղ իմաստով, մենք հասկանում ենք ամուսինը, կինը, զավակները։ Եթե մի քիչ փորձենք իմաստը ընդարձակել, նաև կարանք հասկանալ ընտանիք որպես եկեղեցի, որով Պողոս առաքյալ Եփեսացիներին նամակի մեջ ասում է, դուք Աստծո ընտանիքի հարազատ անդամներն եք։ Ուրեմն եկեղեցին Աստծո տունն է եւ այդ տան անդամները մենք ենք, հավատացյալները։ Ուրեմն կա նաև երրորդ ընդարձակ իմաստը, որ հայրենիքն է։ Հայրենիքը որովհետև տունն է, այդ հայրենիքի բնակիչները այդ ընտանիքի անդամներն են եւ կա չորրորդ ընդարձակ իմաստը, որ մարդկությունն է, որովհետև մենք մեր բոլորի
նախածնողները Ադամ եւ Եվան են։ Ուրեմն 4 իմաստներ կան ընտանիքի, մեր ընտանիքը, այսին անոնք որոնք ամուսնացել են, ամուսին կին զավակ, երկրորդը եկեղեցուն որ պատկանում ենք, երկրորդ ընտանիքն է, երրորդ ընտանիքը մեր հայրենիքն է Հայաստան եւ մենք այդ ընտանիքի անդամներն ենք եւ չորրորդ մարդկությունը, որոնց նախածնողները մեկ են Ադամը եւ Եվան։ Անշուշտ մենք խոսում ենք առաջին ընտանիքի մասին, ամենանեղ եւ փոքր օղակը, որ մեր ընտանիքն է, ամուսին կին զավակ։ Հիմա քո կյանքում դու ազատ ես մարդկանց հետ հարաբերություններդ, շփումներդ սահմանափակելու։ Հնարավոր է քո գաբը, հաղորդակցությունը, շփումը մարդկանց հետ լինի պաշտոնական, դու ազատ ես։ Հնարավոր է լինի չափավոր մտերմիկ, դու ազատ ես։ Եվ եթե դու վնաս գրում ես, հնարավոր է նաև քո գաբը խզես այն մարդկանցից, որոնք քեզ հարվածում են եւ վնաս են պատճառում։ Բայց ամենանվիրական հարաբերությունը, ամենավսեմ, ասենք, գաբը, շփումը որ կա, ընտանեկան շփումն է, ընտանիքի անդամները իրենց միջև, որովհետև ամենակարևորագույն հարաբերական կյանքը որ կա, ամուսնական կյանքն է, եւ դրա համար ամուսնական կյանքը ուխտ է, նվիրական է եւ ինչպես հիմա գարտացվեցավ Պողոս Արաքյալի Եփեսացիներին համագի 5-րդ գլխի մեջ, Պողոս Արաքյալ դալիս է խորհրդավոր դպավորիչ օրինակ, ամուսին եւ կին գաբը նմանեցնում է Քրիստոսի եւ եկեղեցու գաբի։ Ուրեմն, երբ որ այդ նմանությունը դալիս է Պողոս Արաքյալ, կնշանակե Պողոս Արաքյալ Սուրբ Օգին մղումով ներշնչումով բարձում է թե ընտանիք հասկացողությունը Աստծո համար սրբազան խորհուրդ է եւ նվիրական արժեք ներկայացնում է։ Դրա համար մեր հասկացողությամբ ամուսնությունը ուխտ է։ Այսինքն յանքի կարևորագույն որոշումը որ կայացնում է մարդը ամուսնությունն է, որովհետեւ ուխտ պիտի գնքե եւ այդ ուխտը երբ որ գնքում են, նշանակում է ամուսին եւ կին բարդավոր են ապրել հավատարմությամբ, ուխտաբահությամբ, խոր հարկանքով, անգել սիրով, որպեսզի լինեն միշտ միասին։ Մենք նախապես ասում ենք, չէ, մաթեմատիկայի մեջ 1 գումարած 1 հավասար 2, ամուսնության մեջ 1 գումարած 1 հավասար է 1, որովհետեւ Քրիստոս հաստատում է հին ուխտի սկզբունքը, երբ որ Ադամ ուներ 1 կին Եվա, ասում է Էլ երկու չեն այլ մեկ մարմին, հետևաբար այն, որ Աստված միացրեց, մարդիկ թող չբաժանեն։ Չի ասում մեկ հոգի են, կամ մեկ միտք են, ասում է մեկ մարմին են, որովհետև յուրաքանչյուր անձ կին ամուսին ունի իրեն ինչը աշխարհայացքը, դրամատրությունը, զարգացման մագարտակը, նկարակիրը, անհատականությունը, աշխարհայացքը, հետևաբար անհնար է լինեն մեկ հոգի կամ մեկ միտք, բայց իրենք լինելու են մեկ մարմին եւ այդ միությունը կամ փոխանա Քրիստոսի ներկայությամբ։ Դրա համար Քրիստոսի առաջին հրաշքը որտեղ կատարվեցավ։ Կանայի հարսանիքը։ Այո, Քրիստոս հարսնիքի գտնվելով նվիրականացուց այդ ամուսնական կյանքի խորհուրդը եւ ինք ցույց տվեց, որ ինք որպես երկնքի պես է գալիս էր երկրավոր հարսնիքի, որպեսզի նաեւ իր օրդությամբ մենք կարողանանք հասկանալ ամուսնական կյանքի խորքը, իմաստը, արժեքը, նպատակը։ Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք ընտանիքի մասին, նախ պետք է խոսենք ամուսնության մասին, որովհետև լավ նշանախոսության ժամանակաշրջանին մարդիկ կարող են նաև լավ ամուսնական կյանք ապրել։ Եթե լավ ամուսնական կյանք էլ ապրեցին, կարան նաև լավ ընտանեկան կյանք ապրել։ Ուրեմն խնդիրը որտեղից սկսում է ընտանեկան հարցերի ըստ շատ վերլուծաբանների ամուսնական խնդիրների ընտանեկան հարցերի 60 կամ 70%-ը սկսում է նշանախոսության ժամանակ։ Երբ որ նշանված ժամանակ անգելծություն չկա, հասկացողություն չկա, ժամանակ դրամատրելու հոգեվիճակ չկա, բնականաբար այդ խնդիրները սկսվում են երբանից նշանական կյանքից։ Օրինակ, եթե անձը ապրած է ցնցիչ իրավիճակ, ինչ պատճառներով, հարոյական շեղում, հոգեկան խանգարում, կամ ծնողքի կողմից չի ստացել առողջ դաստիարակություն, բնականաբար իր մեջ ինչ կլինի, դակտապներ, հոգեկան բարդույթներ,
ուրեմն եթե այդ անձը չի բուժվել եւ եթե ամուսնացել է, դա լինի աղջիկը կամ տղան, հնարավոր է ամուսնական կյանքը լինի շատ ողբերգական։ Դրա համար այս առումով անգելձությունը օգնում է, որ ծևողը հարմարակույն միջոցը գտնեն բուժվելու, որովհետեւ լինեն առողջ մտայնություն, առողջ հոգեվիճակ եւ առողջ ֆիզիկական վիճակ, որովհետեւ ամուսնական կյանքի նպատակներից մեկը նաեւ ինչն է, որդեծնությունը, սերնդագործությունը։ Դրա համար շատ հաճախ ընտանեկան հարցեր կան, որովհետեւ նշանված ժամանակ կամ գային հարցեր թաքուն բայել են եւ կամ գային հարցեր վիճապանում էին, բայց լուծում չկար։ Հիմա երբեմն վիճապանությունը օգնում է, որ մարդիկ ինչն են, իհարկե չեմ ասում գրիվի համար վիճապանություն։ Խնդիրը լուծելու համար։ Խնդիր հարաբերություններ բացելու։ Այո, ուրեմն վիճապանությունը չափավոր, եթե գա հարկանք, այդ վիճապանությունը օգնում է, ինչպես Գարինեն ասաց, որ խնդիրը բարձվի եւ փորձեն ախտաջանաչում անել։ Իսկ եթե խնդիրները գուտակվում են, գիտեք ինչի կնմանի, քանդրեն գա, որ մատեն ուզում են անդամադել, եթե մնա պիտի աստի ձունգը, եթե մնա պիտի անստի սրունքը եւ հետո ոտքը պիտի անդամահատեն։ Ուրեմն ընտանիքներ անդամահատվում են, որովհետեւ հաջող նշանված ժամանակ իրենք ունեին խնդիրներ, բայց գուցե համարձակություն չունեին խնդիրը լուծելու, գուցե խորհուրդ չտվեցին իրարու։ Խոսքս վերաբերում է ընդհանուր վիճակ։ Դա լինի աղջիկը կամ դուղու։ Մի ուրիշ գետ։ Մերբեն մարդիկ սուրբ գրային սխալ մեկնաբանություն անում են։ Ասում է չէ, ազող խոսքը մարդը պիտի թողնի իր հայրը մայրը եւ գնոջ միանա, ոմանք պատկերացնում են, այսինքն հայրը մայրը թողնել կնշանակե, այսինքն ծնող կմոռանալ եւ ամուսնական կյանք ապրի։ Հիմա այս կետը շատ ըսկայուն է, շատ խրտին նուրբ հարց է։ Թողնել նշանակում է հրաժարվել չափավոր, այսինքն թողնել կնշանակե ֆիզիկապես անշատվել, որովհետև պիտի միանա իր ծնողքի, նոր ընտանիքի, դա լինի մանավանդ ամուսինը։ Երկրորդ թողնել նաև կնշանակե, որ այլևս ինքը պիտի լինի հայրը, նախապես նախքան ամուսնությունը եթե ինք վստահում էր իր հորը, իր մորը, հիմա պետք է ինք վստահություն ներշնչի իր կնոջը, իր հոգադարությամբ, իր խնամքով, իր պատասխանատվությամբ։ Ուրեմն թողնել նշանակում է միջավայրը թողնել, որովհետև ուրիշ ընտանիք պիտի կազմեն, թողնել նաև նշանակում է նոր պատասխանատվություններ հանցն առնել, գիտակցությամբ, մաքուր խոչմտանքով, պատասխանատվությամբ, որպեսզի այդ ամուսնական կյանքի ժամանակ ամուսին եւ կին իրար ինչ լինեն, աչագից, խոսագից, ենագից, ուրախագից, ցավագից, ուրեմն մարդիկ երբեմն սխալ մեկնաբանում են։ Մարդը թողնի իր հայրն ու մայրը, մարդիկ մի կողմից վերցնում են այս համարը, մեկնաբանում են կմահաճ երբով, մոռանում են մյուս պատվիրանը, որ ասում է պատվիր քո հայրը եւ մայրը։ Ուրեմն մենք չենք գնալ որոշ ճշմարտություն առնել եւ ուրիշ ճշմարտություններ թողնել։ Օրինակ, Ավետարանը ասում է ուրախ եղեք Տերոջմով։ Ֆիլիպեցիս 4:4, իսկ Մատթեոսի Ավետարանի 5-ի մեջ ասում է Երանի սգավորներին, լավ որն է ճիշտը, ուրախ եղեք Տիրոջմով, թե Երանի սգավորներին, երկուսն էլ։ Մենք սգում ենք մեր մեղքերի համար, որպեսզի մեր ընթացքը սրբագրվի ապաշխարությամբ, եւ մենք ուրախ կլինենք Տիրոջմով, որովհետեւ Ավետարան նշանակում է բարի լուր։ Հիսուսի աշխարհակալը ուրախ լուր է, բարի լուր է, որ մեղքի ծանր բերից ազատագրվելու ոսկի առիթ ունենք, եզակի հնարավորություն ունենք Քրիստոսի անձի միջոցով։ Ուրեմն չի կարելի որոշ ճշմարտություններ վերցնել եւ ուրիշ ճշմարտություններ չեղյալ անել։ Ուրեմն ամուսնական կյանքի մեջ խնամիական գաբեր կան, չէ՞։ Եվ այդ խնամիական գաբերը երբեմն լինում է այդ խնամիական գաբերը խզվում են, կամ լինում է խնդիրներ եւ այդ խնդիրները նաեւ իրենց ժխտական, բացասական աստեցությունները կթողնի, որի վրա ամուսնացիալ զույգերի վրա բնականաբար հարսը ծնողքի պաշտպան պաստապանն է, իսկ Պեսան իր ծնողքի պաշտպան պաստապանն է, տուննալ թադարան ադյան է եւ այդտեղ արդեն կլինի հարցեր ըսի ըսավդեր։ Ուրեմն
Նախ եւ առաջ ամուսնական կյանքի համար, որովհետեւ ընտանիքի հիմքը լինի հաստատուն, գայուն, պետք է խախնաբավությունը։ Եթե աղջիկը, այսին հարցը սկացական վիճակով իր խնդիրների մասին խոսում է ծնողքի, ծնողն էլ սկացական պիտի մտածի։ Եվ հավանաբար ծնողքը առանց իմանալու դեղեցությունների, ճշգրիտ դեղեցությունները, հավանաբար մեղադրի Պեսային եւ կամ հագարակը, եթե Պեսան ինչ որ խնդիր ունի, պետք է ծնողքի խոսի, որովհետեւ հավանաբար ծնողքը սխալ ուղղություն դա։ Ուրեմն ամուսնական կյանքի մեջ կարևոր է ինչը խախնաբավությունը, որովհետեւ անգամ որ գաղտնիք մտնից դուրս ելավ, սխալ մեկնաբանություն կլինի, մարդիկ միջամտում են եւ հավանաբար երևութաբես իրենք բարի նպատակ ունեն լուծում տալու, հաշտեցնելու, բայց հավանաբար իրենց միջամտությունը լինի անդեղի։ Ուրեմն տեսեք, ամուսնական կյանքը մի բարեկամ ունեմ, այսպես ինքը հյումորով ասած ամուսնական կյանքը նման է մահի։ Երբ որ մարդը մահանում է, հետո ասում է գնաց տրախտ թե դժոխք։ Ուրեմն ամուսնական կյանքի ժամանակ ուրեմն անշուշտ միտքը հետևյալն է, որ երբ որ ամուսինը ամուսնանում է գնոջ հետ կյանքի ընկերի հետ բսակի սուրբ խորհուրդով, այդ ժամանակ այդ ընտանիքը լինելու է կամ տրախտ, այսինքն որտեղ կա խաղաղություն, համերաշխություն, երջանկություն եւ կամ լինելու է այդ դոնը դժոխքի մանրաբատկերը, այդտեղ լինի խռովություն, անվերջ վիճաբանություն, նույնիսկ սրտեղություն։ Ուրեմն տեսեք, ընտանիքը պետք է լինի տրախտի մանրաբատկերը։ Եվ դրա համար Խրիմյան հայրի կիրք ունի, տրախտի ընտանիքը։ Եվ այդ կիրքի մեջ շատ գեղեցիկ օրինակ տալիս է մեր երջանկայիշատակ վեհապարը։ Ասում է, որ ամեն ընտանիք եկեղեցի է։ Այդ ընտանիքի քահանան հայրն է։ Իսկ այդ ընտանիքի խորանը մորը կիրքն է։ Տեսեք ինչպես անհնար է եկեղեցի պատկերացնել առանց խորանի, առանց քահանայի, ուրեմն ընտանիքի խորանը մայրն է։ Իսկ ընտանիքի հայրը քահանան է։ Դրա համար նախքան քահանայական կարգը ով էր դունի քահանան։ Հայրն էր։ Նո երբ տաբանից դուրս ելավ ինչ արեց, զոհ մատուցեց, որպես խոհապանություն Աստուծո, երախտագիտություն։ Այդ ժամանակ քահանայական կարգ չկար։ Հոբ ինչ անում էր ամեն օր, մտածում էր, որ գուցե իրենց զավակները Աստծո օրենքը խախտած լինեն կամ մեղանչեն, զոհ մատուցում էր ինքը։ Սա ցույց տալիս է, որ հոբ եւս ծևոմը, այսպես ասած, խորհրդանշական իմաստով ընտանիքի քահանան էր, որովհետև նաև այդտեղ ցույց տալիս է հոբի ինչի վերաբերմունքը, որ ինքը չէ միայն ֆինանսական ապահովումը անելով, ոչ թե սնունդը մատակարարելով, ոչ թե ներդիրական գանքներով, այլև որպես հոգևոր խորհրդադու, հոգևոր հայր իր ընտանիքին։ Ուրեմն ամեն հայր պետք է լինի նաև իր ընտանիքի հոգևոր հայրը եւ ամեն մայր պետք է լինի նաև հոգևոր դաստիարակը ընտանիքի անդամների, որովհետեւ գիտեք, երբեմն մարդիկ պատկերացնում են, որ գրթությունը դպրոցից է, իսկ հավատքը եկեղեցուց է։ Այո, բայց առաջին դպրոցը եւ առաջին եկեղեցին ընտանիքն է։ Ընտանիքից գալիս է գրթությունը, դաստիարակությունը, որովհետեւ դպրոցը հավանաբար մտքի զարգացման նպաստ է։ Բայց տունը հոգեգան, մտային, ֆիզիկական, ամեն առումներով դունը, եթե երբեք այդ տան անդամների մեջ կա խաղաղություն, կա աստվածային օրհնություն, այդ տան անդամները նաև սովորում են, ոչ անպայման լսելով, այլև տեսնելով։ Ուրեմն, երբ որ խոսում ենք ամուսնական կյանքի մասին, ընտանեկան կյանքի մասին, առաջին ընտանիքը որտեղ էր? Առաջին ընտանիքը դրախտում էր, չէ՞։ Ով բսակեց Ադամ եւ Եվայի? Աստված բսակեց։ Իսկ այդ բսակի օրհնության թշնամին ով էր? Սատանան։ Սատանան որու փորձեց? Եվային։ Ինչպես փորձեց? Չէ, ասես ճիշտ է, որ ասելա ոչ մի մրգիչ չօգտվեց։ Դե Պրովոկացիոն հարց տվեց։ Խաբելով,
սդերով, իսկ Եվա ինչպես հաղորդագից եղավ Սատանային, լսելու, լավ, մի խոսքով այս մեղքի որոմը ներս մդավ լսելու ճամփով, լավ, Ադամի ինչպես մդավ մեղքը, Լեզվով, խոսքով, աչքերով։ Գինը կայտաղում է լսելուց, մարդը կայտաղում է տեսնելուց։ Դրա համար են ասում, աղջիկները սիրում են ականջներով, տղաները սիրում են աչքերով։ Նոր լսում են, գա, դες արած։ Էդի մեծական չգիտեի, լավ։ նույնց եկած խոսքը։ Ահա, ուրեմն հիմք ունի, տեսեք, լավ, չարը ինչու կարողացավ խապեպա հնարքներով հրավուրել Եվայի, ինչ էր պատճառը, Նախանձը, ծանոթությունը, նախանձը, և որովհետև Եվան մենակ էր, Ադամ իրեն հետ չէր, այդ բային Ադամ չկար, այսինքն երբ որ Ադամ լիներ Եվայի կողքին, հավանաբար գարային ինչ անել, չարի հնարները մերժեին, ուրեմն շատ կարևոր է, որ ամուսնական կյանքի մեջ լինեն ինչ միասին լինեն։ Եվ դրա համար է, որ Եվան մենակ էր, Սատանայի համար հարմարակույն առիթներ, որ կարողանա ինչ անել Եվայի կայտաղեցնել։ Հիմա, մարդիկ կան օդար երգիր քնում են աշխատելու համար, որովհետեւ լավապես ֆինանսական ապահովեն իրենց գնոջը զավակների։ Հիմա այդ բացակայությունը պետք չէ լինի երկարատև, որովհետև հավանաբար Սատանան կայտաղեցնի եւ ամուսնու եւ գնոջ։ Մի կարևոր կետալ կա։ Պողոս Արաքյալ ասում է, նույնիսկ եթե աղոթքի նվիրվեն ամուսին եւ կին, ասում է այդ ժամանակավոր ֆիզիկական հեռացումը թող չլինի երկարատև, ասում է որպեսզի Սատանան առիթը չօգտագործի։ Ուրեմն շատ կարևոր է, երբ մարդիկ փող շահում են, անտին բարոյականը դժում են, կամ ընտանեկան սրբությունը դժում են։ Դրա համար այո կարևոր է, որ ամուսինը ֆիզիկապես, ասենք ֆինանսական ձևով օգնի ընտանիքին, դա իր բարդն է, բարդավորությունը, բայց միաժամանակ այդ բացակայությունը պետք չէ լինի երկարատև։ Հիմա, թե ինչ է պատճառը, որ Եվան խաբվեցավ օձից, պատճառներից մեկ ուրեմն ամուսնու իրա հետը չէր, ամուսնու բացակայություն էր, և դրա համար կա կարևոր հաստատում Ժողովողի գիրքի մեջ, Ժողովողի գիրքի 4-րդ գլխու մեջ ասում է. երկու հոգով ավելի լավ է, քան մենակը, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկի իր ընկերը կկանգնեցնի նրան, բայց վայ մենակին, որ ընկնի և մեկը չկա, որ բարձրացնի նրան։ Խոսքը նաև ինչի կարելի է հարմարեցնել, պատշաճեցնել, ամուսնական կյանքի, հստակ է չէ, ուրեմն Ժողովողի 4, 9 և 10 ասում է վայ անցի, որ մենակ է, եթե ընկնի, չկա մեկը, որ իրեն բարձրացնի։ Եվ այս դեպքում Եվան ինչ էր, մենակ էր և մեղքի մեջ ինգավ։ Ուրեմն տեսեք, այդ բային Ադամ իրա հետ չէր։ Դրա համար ամուսնական կյանքը մնայուն ինչ է, հաղորդակցություն է։ Ամուսին և կին իրար հետ մշտական պետք է հաղորդակցեն, բայց հաղորդակցելու համար ինչ պետք է, դրա համար նշանախոսության աղոթքը որ անում ենք, ասում ենք, ով դեր ասացիր լավ չէ, որ Ադամ մենակ լինի, իրեն համար օգնական մտանք իրեն, որպես ինչ լինի, խոսագից, ենագից, որդեծնության համար։ Ուրեմն, կարևոր է, որ ամուսին և կին իրար հետ մշտական հաղորդակցեն։ Հիմա, նշանված ժամանակ, հիմա ասում ենք դեր ամուսնություն նշանդուկ ընտանիք, բոլոր մույսի հետ կապված օղակները, չէ, պազլի նման, երբ որ պազլները գպցնում ենք, բատկերը ստականում են։ Հիմա շատ հաճախ նշանախոսության ժամանակ իրարու հետ բավարար չափով ժամանակ չեն անցկացնում։ Եվ կամ էլ խոսում են
ինչ որ ֆինանսականի հետ կապ ունի։ Նշանախոսությունը որ ջաշարանի մեջ անենք, մադանին դեսագը ինչ լինի, նվերների ու որակը, հրավիրյալներու քանակը, խոսում են ծրագիրների մասին, բայց այդ բոլորը ինչ են։ Մարդու ճանաչելու վիճակ չի դա, ինչ որ միջոցառում է ոնց որ պիտի կատարվի։ Դրանք կարևոր են, բայց կա առաջնահերթը, որ իրար ինչ անեն, լավ ճանաչեն, իրար լավ ճանաչեն։ Աստված ասում է, ճանաչիր, որ սիրես։ Հիմա հարցում սկսում է սիրով եւ հետո սիրո բարերար աստեցությունն է, թե ոչ անկրվաններ կան, որ առաջնորդում են սիրով։ Անկրվաններ։ Դա երբեմն մարդիկ ասում են սերը առաջին հայացքից։ Ուրեմն հետո ասում են օրինակի համար հետո իրար հետ ապրել։ Մարդիկ էլ ասում են չէ, նախ կա հարկանքը, հետո կա հավանելը, հետո կա համագերբելը, հետո կա հանգստանալը, հոգեպես եւ անոր լրումը լինում է նաեւ սերը, որովհետեւ այդ սիրո կյանքը համատեղ ապրելով է որ լինի, չէ՞, միասին ապրելով, բայց եթե նշանված զույգ օրական իրար հետ մի ժամ, եթե 2 ժամ իրար տեսնում են, դա բավարար է որ իրար լավ ճանաչեն, ավանա դրա համար նշանախոսություն ալ պետք է լինի գարջադեպ։ Նաև ամուսնալուծման բաժաններից մեկը գարջադեպ նշանախոսությունն է։ 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս։ Կոնե ինձ թվում է կոնե 6 ամիսից 1 տարի նվազագույնը։ Ժամանակ տան իրար ու արիտ տան։ Գսեն մի երկարացնեք, որ հարցեր չլինի։ Ակպես դվավ։ 1 տարի։ Մադես երկարացնելը երբեմն լավ է, եթե 1 տարից հետո ինչ որ խնդիրը հարց մզակի, կոնե մարդ կգիտնա, կբացահայտվի։ Իցար, երբ որ գարջ է ժամանակը, այդ հանդիպումը միշտ պաշտոնական է։ Պաշտոնական կլինի, 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, բայց է որ մի ժամանակ տաս անցիմը, կարող ես նաև այդ անձի լավ ճանաչել։ Հետո 1-2 ժամ ամենալավ կողմերն են ցույց տալիս։ Արաբերեն արած ասում է ծույները հալվում են, որովհետեւ խոդերը երևեն։ Արաբերեն արած է, այսինքն այդ ծույնը հալվիլ ինչն է ժամանակ, չէ՞։ Ժամանակ դրվի որ այդ ծույները հալվեն, որ երևի դա խոդ կա, ցեղ կա, փոս կա, տագարտ կա, մարդը կարողանա գիտենալ, իմանալ։ Իրավունք է, ի վերջո կյանքն է, որ միասին պիտի ապրեն։ Երևաբար ամուսնական կյանքը հեշտ չի։ Եվ մեկը եթե ամուսնանա ոչ թե որովհետեւ ծնողքը ցանկանում է, ոչ թե որովհետեւ իրենց միջավայրի մարդիկը բարդացնում են, այլ ինքը պետք է լինի պատրաստական ամուսնական կյանք ապրելու, որովհետեւ պատասխանատվությունները շատ են։ Եվ եթե մեկը պատրաստական չէ այդ բարդավորությունները կատարելու, լավ կլինի որ չամուսնանա, որովհետեւ ինքը հետո կլինի բադուհաս։ Հետակա կնոջ գամբինը հետակա ամուսնու, ուրեմն կարևոր է որ ընտանեկան կյանքի մեջ մարդ արարածը նախքան ամուսնությունը արդեն ցևոմը կարողանա շատ տապանցիկ, շատ մդերմիկ կերպով կարողանա խոսել։ Ինքզինք բացահայտի, որ դիմացին նաև կարողանա ինչ համարցակի ինքզինք բացահայտել։ Իդեպ հոգեբաններ ասում են ամուսնական կյանքի առաջին 10 տարիները բացահայտման ժամանակաշրջան է։ Ամուսինը բացահայտում է կնոջ ներաշխարհի մեջ թաքնված ինչ որ թաքնված մտածումները, զգացումներ կան, փոխադարձաբար մարդը գինի ամուսնում։ Ուրեմն, երբ որ ասում ենք մենք սիրել այդ սեր բարի մեջ խտացվում է նաև համտուրժողականությունը, ներելը, գաղտնաբահությունը, հարկանքը, դրա համար Պողոս Արաքյալ երբ որ խոսում է, երբ որ ասում է գնոջը գլուխը ով է ասում է, ամուսինը։ Հիմա մարդիկ երբեմն կարծում են գլուխ կնշանակի, այսինքն մարդը իշխե գնոջ։ Այշուշ գլուխ կնշանակի նաև հոգադարությունը, խնամքը, որովհետև եկեղեցու գլուխը ով է, Քրիստոսը։ Իսկ եթե կարդանք առաջին Կորինթացիս 11-ի մեջ, տեսեք Արաքյալը ինչ ասում է։ Ասում է բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է։ Կնոջ գլուխը, ամուսինը,
Քրիստոսի գլուխը Աստված։ Ամեն դղամարդ, ուրեմն տեսեք, ասում է, որ դղամարդու գլուխը ով է։ Քրիստոս։ Գնոջ գլուխը Ամուսինը։ Դրա համար մի եկեղեցական մգա շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է ընտանիքին գլուխը ամուսինն է, ընտանիքին սիրտը գինն է։ Գլուխը եթե ամուսինը ասում է, այդ ընտանիքին սիրտը նաև գինն է։ Եվ դրա համար այստեղ ստորատասել նվաստացնել չկա, երբ որ ասում է գնոջ գլուխը ամուսինն է, բայց նաև այստեղ ասում է առաքյալը ամուսնու գլուխն էլ Քրիստոս ինքն է, եւ երբ որ մենք ասենք գլուխ կնշանակի նաև լինի իմաստուն ղեկավար։ Եվան որոշումը մինագը կայացրեց, չէ՞։ Երբ որ չարը բանակցում էր Եվայի հետ, Եվան ինչ արեց։ Այդ բանակցության ժամանակ որոշում կայացրեց։ Ինքնագլուխ կայացրեց։ Պետք է նաև ինչ աներ, ամուսնու հետ պետք է ինչ աներ, խորհրդակցել։ Հիմա այսօրվա աշխարհի մեջ խորհրդակցիլ կա, այսինքն բավարար չափով ամուսին եւ գին։ Օրինակ երբ որ ամուսինը ինքը ունի գաղտնադարել բջիջային երախոսի եւ չի դալիս իր գնոջ, կամ գինը ունի գաղտնադարել եւ չի դալիս ամուսնու, այդ խնդիր կարող է առաջացնել։ Եթե ոչ այսօր վաղը, եթե ոչ վաղը մի ամիս է, ուրիշ մի ամիս, երբ որ ամուսինը տրամադան հաշիվ ունի, բանկայի, կրեդիտ կարդ, գիններ ունի և մեկը մույսի չի դվել, գաղտնադարերը, ով ինչ ահում է չգիտի, ամուսնական կյանք կարելի ասել։ Մի ուրիշ հարց, եթե մարդիկ իրենց զավակը, սա իմ անձնական տեսակետն է, հնարավոր է որ սխալված լինեն։ Եթե անցմը զավակը արել է վերջին զանքը, երբ որ վերջին զանքին կանայք կգնան միասին ուրախանալու եւ դղամարդիկ կգնան ինչ որ լսել եմ ես, որ գնան դղամարդիկ միասին ուրիշ միջավայր, ոչ նույն հացադունը եւ անջատ ուրախանում են։ Որտեղ է այստեղ ընտանիքի հասկացողությունը։ Ուր է այդ երեխու ծնողքը։ Այդ երեխան հայր չունի։ Ինչու համար մայրեր միասին պիտի դոնեն զավգի վերջին զանքը, հայրեր ուրիշ ռեստորան պիտի գնան միասին դոնեն։ Դուք չեք կարծում, որ մի օր պիտի գա այդ երեխան հետագայում պիտի չմտածի, որ ինչու այդ օրը իմ հայրս էլ չգար այդ խրախճանքին, մասնագիտ չեղավ այդ ուրախ արիթին։ Ինձ համար անելու է, չեմ հասկանում, դարօրինակ իրավիճակ է, չէ՞։ Դարօրինակ վիճակ է, որ ընտանիք հասկացողությունը պետք է լինի ամեն արիթների, որովհետեւ այդ երեխան ինքնին սկա նաև աբահով, թիգունք ունի, մայրը գա, հայրը գա, կան անդամները կան, հիմա հնարավոր է համոզիչ պատճառներ ասեք, բայց պետք է նաև այս խորտ երևույթը, պետք է այս սխալը ձևով ինձ համար սա սխալ է, որով ինչու զրկվի այդ երեխան, օրը ներկայությունից, ուրեմն կտեսնեք, որ այսօրվա աշխարհի մեջ ես դուք կարաք ուրիշ շատ օրինակներ տալ, բայց գներեք այս կանոն բավարարվին, այսօրվա աշխարհի մեջ միշտ չարը մարդու փորձում է համոզել, որ դու կարաս մենակ ուրախ լինել, մենակ, առանց գինի, առանց ծավալի, եւ նույնիսկ այս օրերին վադայել է, որ ամուսնու ուրախությունը գնոջ ուրախությունը չի, կամ ամուսնու եւ գնոջ ուրախությունը զավակների ուրախությունը չի, ամեն մեկ ունին դարբեր նախասիրություն, դարբեր առաջնահերթություն, այսինքն նույն ընտանիքի մեջ չկա միապանություն, չկա առաջնահերթություն, չկա միասին ուրախանալու արվեստը, եւ սա լուրջ հարց է, որովհետեւ մարդը ընտանիքի մեջ ապրում է իր անձի համար, իսկ մենք գիտենք, որ ընտանեկան կյանքի մեջ պետք է ամեն ինչ բաժնեկցին, սիրով ապրին, եւ նույնիսկ անցնորացությամբ մեկը մույսի ուրախացնելու ցկդումը եւ մողում ունենա։ Դրա համար երբեմն ասում են սիրող մարդը նման է մոմի, պիտի հալվի որ լույս տա։ Ես երբեմն ասում եմ նախընտրելի է փոքր չափսով մոմը, որ լույս տալիս է, քան գեղեցիկ չամը, որ
չարթվել է, փճացել է, իմաստ չունի։ Ուրեմն ինչն է հալվիլը, ինչի խորհուրդն է հալվիլը, սիրո եւ աբրես, զոհաբերվելու։ Նույնիսկ խունգի հադիգը, որ ածուխի վրա գտնենք, այդ խունգի հադիգը ինչ պետք է լինի, պիտի հալվի, որ անուշապույր խունգ կա։ Ուրեմն դան անուշապույր խունգը նվիրապերումն է, զոհաբերումը։ Երբ որ մեկը պատրաստ է զոհաբերելու, նվիրապերելու իր անձը, դա մեջ կլինի երջանկություն։ Այսինքն գինը հոգնում է, որ ամուսինը հանգչի, ամուսինն էլ հոգնում է, որ գինը հանգչի։ Իսկ եթե երկուք ուզում են իրենց հանգիստը, երկուք իրար, ասենք, անհանգստացնում են եւ իրար կյանքը խանգարում են։ Ուրեմն ամուսնական կյանքը խոսեցինք նշանախոսության մասին, խոսեցինք ամուսնական կյանքի մասին, մի քիչ էլ հիմա խոսենք ընտանեկան կյանքի մասին։ Հիմա ընտանեկան կյանքի համար ծնողքը պետք է նաև իմանա, որ ինչ պետք է դա զավգին հավատք։ Որովհետև Պողոս առաքյալ Տիմոթեոսին ինչ ասում է, մանուկ հասակետ ասում է, գիտես սուրբ գիրքերը, որոնք զորություն ունեն քո միտքի իմաստությամբ անալու։ Դա եթե մանուկ հասակեն գիտե, ով սովորեցուցած է։ Ծնողը։ Ծնողքը։ Ուրեմն Տիմոթեոս, որ Պողոս առաքյալի գործակիցն էր եւ Ավետարանի քարոզիչը, այդ հավատքը ժառանգած էր իր ծնողից։ Եվ մի ուրիշ կարևոր համար էլ կա, երկրորդ Տիմոթեոսի մեջ առաքյալը ինքը խոսում է առաքյալի ունեցած հավատքի մասին քննադատական քաչալերական խոսքերով, ուրեմն երկրորդ Տիմոթեոսի նամակի մեջ ասում է երկրորդ Տիմոթեոս 1:4 համար 5-րդ համար առաջին գլխի 5-ը մտաբերում եմ այն անգեց հավատքը, որ քո մեջ է։ Ինչ հավատք ասում է։ Անգեց հավատքը, որ քո մեջ է, որ սկզբում գար քո լոյիթա դադիգի ու քո եւ նիգե մոր մեջ։ Ուրեմն տեսեք, ասում է մոր մեջ կա եւ մեծ մորը մեջ, որ նաեւ ինքը ժառանգած է այդ հավատքը։ Ուրեմն հավանաբար մեր մեջ մենք ունենք բարեբաշտական զգացումներ, Աշուշտա փնածին չէ, այլ նաև մենք եթե ունենք հավատքը, շատ հավանաբար այդ հավատքի գայձը կամ թտխմորը որ կա, մեր մեծ հայրերը, մեծ մայրերը իրենք սերմանած են մեր մեջ։ Ինչպես որ առաքյալ գսե, ես գծանեմ, աբողոս գճրե, ասված գաջեցնե։ Ուն հավանաբար ու մեծ մայրդ սերմանած է, մայրդ ճրած է և ասված աջեցուցած է, քո մեջ եղած այդ հավատքը։ Ուրեմն ընտանիքը ասացինք եկեղեցվով մանրաբատկերը լինելու է։ Ընտանիքը առաջին դպրոցը լինելու է, որովհետև դա մեջ ինչ կլինի նկարագրի կազմավորումը։ Այսինքն մինչև անապար 16 կամ 18-ը, եթե մեկը ստացել է առողջ կրթություն, քրիստոնեական դաստիարակություն, կարողացած է ծնողքի ամուսնական կյանքի շնորհիվ սովորել, ինչ նշանակում է սիրել, ներել, կործակցիլ, արդեն այդ երեխան մինչև 18-ը ծևով կարող է ինչ ապրել կյանքը, հասունությամբ, կարող է ապրել գիտակցությամբ, որովհետև մարդ արարածի մեջի երբեմն տակտապները որ կա, այդ տակտապների արմատը եղել է վաղուց, հավանաբար դան մեջ եթե չկա այդ սիրալիր վերապերմունքը, աղոթական մթնոլորտը, այդ զավակը հավանաբար իր մեջ ունենա ինչ տակնապներ կամ պարտույտներ և դրա անձավոր ով կլինի ծնողքը։ Հիմա մի քիչ էլ խոսենք հարկանքի համար, ագնացանք բառը կա, չէ, գինը ասում է ագնացանք ունենա ամուսնու անթեպ, ագնացանք այստեղ վախը չէ, ագնացանքը խոր հարկանքն է։ Հիմա ագնացանքի նշանները մեկի ինչ է ըստ ձեզի, հարկանքի նշաններից մեկը։ Հնազանդը վիլը, զիջիլը, խոնարհությունը, նաև ճիշտ ժամանակին խոսիլը։ Որովհետև ճիշտ ժամանակին խոսիլը
Նաև ինչի նշան է, հարկանքի նշան է, ապրես նաև իմաստության նշան է։ Հիմա, երբեմն մարդը գալիս է առօրյայից դանչված, հազիվ դուրը բացում է, գինալ բերանը բացում է։ Դուրը կոծում է, բերանը բաց մնում է գունոջ։ Խոսում է, հավանաբար գինը միամիտ խոսում է, շատ չերմությամբ, կացությամբ, օրվա բադահազների մասին, բայց եթե մարդը մի քիչ օրվա բադահազներից շատ ծանրաբեռնված է, ստրեսային վիճակի մեջ է, մի քիչ ուզում է ինչ, անկստանա, հետո նաև նախադրամատություն ունենա խոսելու։ Հիմա մարդն էլ եթե մի բառով ասում է դե հերիք է, հիմա ես նոր եկա հոգնած եմ, գինը ասի ամբողջ օրը դու չես երկու խոսք ասացի, ասեք պայման չէ ամեն խնդիր ունենա հիմք, հավանաբար խնդիրներ կան, որ ինչ են աննշան, հավանաբար մագերեսային է, այո, բայց բադաում է չէ, դրա համար Արագած գիրքի 15-ի մեջ ինչ ասում է, ասում է ճիշտ ժամանակին ասված խոսքը որքան գեղեցիկ է։ Կարևոր է մարդը գիտնա նաև ինչը ժամկետը։ Հավանաբար լսելը լուծում է երբեմն, հավանաբար խոսելը լուծում է երբեմն, ուրեմն մարդն գիննալ ամուսինա պետք է գիտենան ինչ անել, երբ խոսին, երբ որ պատրաստ են լսելու, հավանաբար գիննել ինչ որ առողջական խնդիր ունի, չէ՞։ Եվ դա բնական է, չէ՞, իր ֆիզիկական կառուցվածքով ամիսը մի անգամ է որ ունենում է հորմոնային խանգարումներ, երբեմն մարդը անդեղյակ կլինի եւ գնոջ ասի դու նմակրի ճաշ եփի հյուրեր պիտի կան այսօր պետք է կան եւ գինը ասի կամաց արդեն ես դանչում ամուսինն ալ պետք է հասկանա գնոջ հոգե վիճակը հորմոնային վիճակը որ ամիսը անգամը բադաում է, որովհետև սեր նաև ինչ կնշանակի հոգադարություն, խնամք և վիճակի հասկանալ, սևում հասկանալ այդ ամուսինը ճիշտ, հասկանալ ամուսինը գինի վիճակը, գիննել ամուսինի վիճակը և մանավանդ կարողանան ամեն ինչ բաժնեկցիլ անգեղծության։ Երբ որ ամուսինը գնոջ գին ամուսնու հետ անգեղծ չէ, վերաբա է, որոշ ասելիքներ ու ինթակում բաղում է, անպայման այդ կինը մի օր պիտի խոսի հարևանի հետ, կամ իր ընկերուի հետ, եւ հավանաբար միամիտ ասի, ինչ լավ լուծումներ տվեց, ամուսնալուծվիր ասած, որ այ ես մինչև հիմա ինչպես այս լուծումը չէի պատկերացուցած, այդ անձը չի տակնապում, վերջապես ինք ուրիշ ընտանիք ունի, ուրիշ առօրյա ունի, հավանաբար միտքը բոլորի ասի լավագույն եւ հարմարագույն դարբերակը սա ես ինչպես չկարողացա իմանալ։ Եվ մինչ այդ ամուսնալուծումը ինչ է։ Մեղք է։ Չի ասում մարդու միացածը, Աստծո միացածը մարդիկ թող չբաժանեն։ Ուրեմն խնդիրների 60 կամ 70%-ը որտեղից է սկսում է լեզվից։ Դրա համար պատմել եմ հավանաբար ձեզ, մի օր մարդը գնացել է քահանայի, ասում է, որ ես եւ գինս միշտ ունենք խնդիրներ, վիճաբանություններ եւ մենք երջանիկ չենք։ Ուրեմն քահանան ասում է, ինչ է խնդիրը, մարդը ասում է, ես բարգացած գալիս եմ, ուզում եմ գինս չխոսի, մի բար խոսում է, ես գոբիտ արդայնվում եմ եւ գայծը վերածվում է հրտեհի։ Ուրեմն դեր հայրը ասում է, մի ամի ժամանակ կա, ես համոզվեցի քո ասածով, բայց մի պայման ունեմ։ Ասում է ինչ է պայմանը, դեր հայրը, քահանա հայրը ասում է, գնա քո գնոջ, մի ամսվա ընթացքում փորձ է ամեն օր երկու լավ խոսք ասել։ Լավ ասում է, ուրախանում է մի ամիս հետո մի ամուսնալուծվի կանի։ Ուրեմն դու կգնա մարդը ամեն օր կսկսի գործի վերադառնալուց գնոջ ասում է ոնց ես թակուիս, ասում է լավ եմ թակավոր։ Մարդը ասում է գնոջը ոնց ես սրդագիցս, ասում է լավ եմ, ասենք ընկերագիցս, այսպես մեկ ասում է ոնց ես մեղրս, լավ եմ մեղրախորիշխս, մեկ երբեն ինքնաբերաբար խնդիրը լուծվում է և մորանում է քահանայի ասել, որ հաշտվեցինք ինքնես։ Երբեն բադաում է, խնդիր ունենան, քահանայի գտիմեն, քահանան երբեմն խորհուրդներ է տալիս, հաշտվում են չեն տեղակացնում քահանայի, որ մենք հաշտվեցինք։ Ուրեմն տեսեք, որ իրապես իմաստության նշանները մեկը խոսն է, որովհետև
մարդ պարգանում է անզուսպ արդայդվում, բայց շատ չի արդայդվում։ Դրա համար միշտ հիշում եմ արածը, ասում է օծի, ասում է ծուգի պուշը ներսեն, ձագի պուշը գոմեն, ասում է ոզնի պուշը թուրսեն և մարդու պուշը լեսվեն։ Պետք է մարդը միշտ զգուշանա և մի հատ էլ ուրիշ օրինակ կա, ասում է անձը, որ նույն բային բորդքում է, ընդվզում է, նման է, ասում է, ռնկեղջուրը կա, արևելայրեն ռնկեղջուրը, ասում է այդ պարգացած հոգևիճակը նման է ռնկեղջուրի, ուզում է հարցակել։ Իսկ երկրորդ վիճակը կա, որ նույնքան վտանգավոր է, որ մեջը թաքուն բաղում է և մի օր մահացու արված տալիս է, այդ վիճակն նման է ոզնի, ուրեմն այդ անձը, որ բաղում է, կուտակվում է և մի օր որդքում է։ Դրա համար առաքյալ ինչ ասում է եփեսացիների նամակի մեջ, նախքան մայրամուտը ինչ թող լինի, բարգությունը հանդարտի։ Եփեսացիների մեջ է, եփեսացիների նամակի 4-րդ գլխի մեջ է առաքյալի սենք հորդորը։ Ասում է, լսեք, ասում է, ուրեմն եփեսացիս նամակի մեջ է, այդ նախքան մայրամուտը բարգությունը հանդարտվի Աստվածաշնչի մեջ, հա։ Այո, նախքան մայրամուտը արդեն մեր սենք բարգության արդեն։ Ասում է, եթե բարգանակ մի մեղանչեք, թող արեկակը ձեր բարգության վրա մայր չմտնի։ Եփեսացիս 4-րդ գլուխ 26-րդ համար։ Ուրեմն տեսեք չի ասում մի բարգանակ։ Սկացում ունենք, չէ՞։ Քիչ կա, առողջ տադողություն կա, սխալին պետք է ասենք սխալ է։ Այո, իհարկե, Աստված բարգանալով ցույց տալիս է իր արդարությունը։ Իսկ մարդն եթե արդարամիտ է եւ մաքուր խոժմտանք ունի, պետք է բարգանա։ Բայց այդ բարգությունը պետք չէ վերածվի ինչի։ Անգարբության, վեճի, դրա համար առաքյալ ինչ ասում է, իր լեզուն զսպող մարդը ինչ է։ Գադարյալ մարդ։ Իր լեզուն զսպողը։ Դրա համար հոբ երանելին երբ որ փորձվեցավ ընկերները ծևով եւ որ եկել էին գարեկցելու սպոպելու սխալվեցին, բայց ով էր անոնց մեջ են իմաստունը, Եղիուսը, 4-րդ անձը, որ լրեց, որովհետեւ դրանք տարիքով ավելի մեծ էին, հետո ասաց, որ հիմա իմ հետն է խոսելու։ Գիտեք, մարդ գիտի բացաճությունը հարկել, զուս մնալ, եթե կարող է իր լեզուն սանցել։ Դրա համար մի անգամ ասացի, մեծ բակը եթե 50 օր է, լեզվի բակը դարի 12 ամիս է, որովհետև լեզվական սայթակումները և մեղքերը շատ են, և մենք եթե իշենք միայն զղջպան այդ ծանգի մեջ մեղքերի անունները 17 մեղք է, ասում ենք մեղանչեցինք լեզվով, սդախոսությամբ, սուտ երդումով, երտնազանցությամբ, հագարագախոսությամբ, վիճապանությամբ, պանսարգությամբ, շոկմոկությամբ, կսությամբ, թադարգապանությամբ, ուրեմն զրբարդությամբ, բարակդիշ խոսքերով, դրդնչերով, դժկոյերով, ուրեմն համարյա 17 մեղքեր կան, որոնք ինչի մեղքեր են, լեզվի մեղքեր։ Եվ դրա համար ամուսինը պետք է գինի մեջ տեսնե միշտ տրագանը։ Իննալ ամուսնու մեջ տեսնե տրագանը, որովհետև սիրող մարդը լավատես է, սիրող մարդը գնահատող է, սիրող մարդը արժևորող է, սիրող մարդը միշտ պատրաստ է գործակցելու։ Եվ այդ հոգևոր և փարոյական և ազգային արժեքների պահպանիչը ով է և դարածիչը ընտանիքն է, երբ որ նան մեջ մարդիկ սիրում են իրար, այդ երեխան նաև ինչ զգում է հոգեգան հանգստություն, այլապես հոգին դադարք պիտի մնա և ինք հավանաբար պիտի ուզե սխալ երբով դնից դուրս այդ սիրո ծավրավը հագեցնի, եթե դան մեջ այդ սիրո սենք բագասը կա, սիրո բացակայությունը կա։
Դրա համար Պողոս Արաքյալ ասում է սերը ամեն ինչի ամբողջացուցիչ շաղախն է։ Գիտեք ծագեփունչը որ կա ունի դեմը չէ, այդ թելը այդ զայգները ինչի վերածում է։ Ծագեփունչի, ուրեմն սերը ոսկեթել է, որ մարդու առաքինության բարդեզից այդ զայգները քաղում է եւ վերածում է մեկ ծագեփունչի։ Ուրեմն երբ որ այդ թելը չկա, այդ ծագեփունչն էլ չկա, որովհետեւ ծագեփունչը երբ որ քույնը սկույն է, դպավորիչ է, դեսքի համար հաճելի է եւ վայելուչ է։ Ուրեմն ընտանեկան յանքը գվայելչանա, գկեղեցկանա ինչով սիրելով։ Երբ որ մարդը միշտ պատրաստ է սիրելու եւ սեր կնշանակե նաեւ ընդունել անձը առանց պայմանի։ Ընդունել անձը առանց պայմանի, Բոլոր իր այո, որովհետեւ ինք խորանի առաջ որոշում տվեց, այո ասած, ուրեմն բարդական է այո, լինի եւ ոչը ոչ, որովհետեւ ասում է այո, ուրեմն պետք է մինչեւ իր կյանքի վերջը մնա հավատարիմ եւ մնա ուխտաբար։ Հիմա Ներեք մի բան ասում եմ, ամեն ինչի կատարյալ բանը սերն է, ասացի։ սերը ամեն ինչի ամբողջացուցիչ շաղախն է։ Պողոս Արաքյալ Պողոսացիների նամակի մեջ։ Ուրեմն մի ուրիշ բան էլ կա։ Ընտանեկան հարգի մեջ երբեմն խնդիրներ կան, որովհետև ամուսին եւ կին տարբեր մագարտակներու վրա էին։ Օրինակ, եթե ամուսինը ֆինանսապես շատ լավ վիճակի մեջ է, եւ եթե կինը եկել է ինչ-որ շապավոր վիճակով կամ չունևոր ընտանիքի, հավանաբար այդ ըսկայում եթե պատճառ լինի, որ խնդիրներ ունենան։ Եթե մարդը ինք վստահում է փողին, կլինի մեծամիտ, հավանաբար արհամարական խոսքով արտահայտվի, եւ դա վիրավորական է անշուշտ եւ մեղք է։ Երկրորդը զարգացման մագարտակ է։ Եթե ասենք գինը վկայալ է, մասնակցած է ուսման մեջ եւ մարդը ասենք համեստ է, չունի մասնակցական վկայական, հնարավոր է որ գինը նաեւ բարձենա իր ցերկբերումներով, իրակորձումներով եւ հավանաբար ամուսնու նկատմամբ ունենա այսպես արհամարական արտահայտություն։ Դրա համար որ գիներ որ իր հոգու մեջ անարգեց իր ամուսնու, Աբրեսկե որ Դավիթի գինը։ Երբ որ ուխտի դաբանակը վերադարձավ, Դավիթ, երբ որ տեսավ այդ ուխտի դաբանակը, ուրախությունից ինչ արած, այսպես մի քիչ այսպես բարելուց է վարեց եւ գինը ծիծաղեցավ ամուսնուն։ Սավուղի աղջիկը չէ։ Սավուղի աղջիկը, այո, Սավուղիայի հիշվել է Մեղքով ոնց է։ Մեղքով, չէ։ Մեղքով ոնց է։ Ոնց է։ Ինձ թվում է երկրորդ թագավորած 6:20 երրորդ թագավորած, երկրորդ թագավորած, ուրեմն 6-րդ գլխի 20-րդ համարի մեջ։ Եկեք կարդալ։ Եկեք կարդալ։ Ուրեմն ով ուզում է կարդալ։ Միլենա, երկրորդ թագավորած 6-րդ գլխի 20-րդ համարը։ Դավիթը հետ դարձավ իր տուն օրհնելու։ Նրան ընդառաջ ելավ Սավուղի դուստր մեկ քողը, այո, եւ ողջունելով նրան ասաց. Վայելել էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինին եւ նրա ծառաների առաջ մերկանա, ինչպես մերկանում են պարողները։ Դավիթ ասաց մեղ քողին. Ես պիտի վարեմ Տիրոջ առջև, օրհնյալ է Տեր Աստվածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թե քո հորը եւ նրա ամբողջ տունը։ Տեսեք, այստեղ ինչ եղավ մի քիչ Դավիթ եւ գնոջ միջև։ Վիճաբանություն եղավ, չէ՞, որովհետեւ գինը իր հոգու մեջ անարգեց իր ամուսնուն։ Տեսավ բարած է այդ ուրախ վիճակի մեջը, գինը այսպես արհամարեց։ Հիմա մի ուրիշ կետ։ Ամուսնական կյանքի մեջ լինում է խտրականություն։ Օրինակ ով էր որ ամուսինը սիրում էր, ասենք, ավակ որդու, գինը սիրում էր գրծեր որդու։ Հակոբը եւ ասենք Ռեբեկան, չէ՞։ Ռեբեկան որու սիրում էր։
Հակոբին, Եսավին, Հակոբին սիրում էր, իսկ ամուսինը Եսավը որսորդ էր, ջաշ բերում էր օրը, իսկ մույսը դնագիած եւ մեղմապարո անցեր, դա էլ սիրում էր իր գրծեր որդին։ Հոսեփի պատմության մեջ հայրը ինչ անում էր որոշ շապով, նախընտրում էր Հոսեփին։ Տեսեք ըսկայնություն է սրանք, երբ որ մեկը երբեմն ասում են, չէ, որպես թե խրադում է հայր որդու, քո իմ մեծ որդու նման եղիր, դու ինչու այսպես ես։ Արդեն այդ խոսքը վիրավորանք է, չէ։ Հնարավոր է ինք չարդայդվի, բայց մինչև իր կյանքի վերջը այդ խոսքը չմոռանա։ Գարա այլ ուրիշ օրինակով տալ, Սրբի օրինակ տա։ Սրբի օրինակը, որ եկեղեցու գոմե ճանաչված հավատքի հերոս մնե։ Կարևոր չէ դան անդամներ իրարու հետ համեմատվեն, որովհետև այդ համեմատությունը արդեն խոր վիշտ թողնում է այդ երեխու, ասենք, հոգեգան աշխարհի մեջ։ Հետևաբար մի քանի կարևոր սուրբ գրային համարներ կան, որոնց մասին պետք է մի հատ անդրադառնանք։ Արագած 6:20, ով ուզում է կարդալ։ Եղավ կայանի, ասված որ։ Հա, լավ, ասված հետո։ Ուրեմն արագած 6:20, ով ուզում է կարդալ։ Լավ, արագած 6:20, ասում է հետևյալը։ Որ դիակվայիր հորդ օրենքները եւ մի մերժիր մորդ խրադը։ Ասում է ուրեմն հորդ օրենքները եւ մի մերժիր մորդ խրադը։ Հավանաբար մեր հիշողության մեջ անշնչելի երբով տրոշմված կմնան մեր ծնողների հոգեշա հորտորները, որովհետեւ մեր ծնողների խրադները կյանքի փորձառության արդյունքն են եւ զուտ մեր բարիքի համար է, որովհետեւ իրենք էլ ուզում են, որ մենք լավ լինենք։ Համացան Հիսուս Քրիստոսի խոսքին, ասում է, «Ձեր մեջ ով է անհայրը, որ որդին հաց ուզե եւ դրա փոխարեն չար տա»։ Ասում է դուք որ չար եք, խորում եք բարին, որքան ավելի ասում է ձեր երկնավոր հայր։ Ուրեմն արագած 10:17 ասում է. Կյանքի ճանապարհները դերն է բաբանում, խրատն առանց հանդիմանության սխալ է։ Ուրեմն խրատը առանց հանդիմանության սխալ է, բայց այդ հանդիմանությունը ինչ լինելու է։ Սիրով ամենված, չափավոր, որովհետև Պողոս առաքյալ ասում է Եփեսացիս 6-ի մեջ հետևյալը։ Ասում է, որդյակներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Որդյակներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև ծնողքը Աստուծուց ստացած է իշխանություն։ Եվ եթե զավակը ծնողքի խրատը լսե եւ գադարե, այդ օրհնությունը կստանա Աստուծուց։ Ասում է, հնազանդ եղեք ձեր ծնողներին դիրոշմով, քանի որ սա է ճշմարիտը պատվիր քո հայրն ու մայրը։ Հետո ինչ ասում է. հայրեր ձեր զավակներին մի հարգացրեք, այլ նրանց դիրոջ խրատով ու գրթությամբ մեծացրեք։ Ուրեմն մի հարգացնեք ձեր զավակներին։ Որովհետև երբ որ զավակը ճաշակում է օրը մորը սիրո քաղցրությունը, հետո նաև սիրով պատրաստ է լսելու ծնողքի ինչը։ Նույնիսկ եթե այդ խրատի մեջ ինչ կա, հանդիմանություն կա։ Ուրեմն նախ ծնողքը պետք է այդ սերը շրայրի։ Ծնողքը պետք է այդ սերը սերմանի, որ զավակի ինչը շահի։ Շահի վստահությունը եւ նաեւ այդ զավակը պատրաստական լինի լսելու ծնողքի խրատը, որովհետեւ երբեմն մարդիկ խրատը հասկանում են հանդիմանություն։ Հիմա խրատի մեջ հանդիմանություն լինելու է, բայց նաեւ ծնողքը պետք է կուրկուրալից վերաբերմունք ունենա իր զավակի նկատմամբ։ Մի ուրիշ համար 29:17 Արագած գիրքի 29:27 ով ուզում է կարդալ։ Այո, լսում եմ։
Այս անորեն Խրադիր որդուց 29-27, չէ։ 29-17 Խրատե քու որդիդ, որպեսզի քեզ հանգստացնե եւ քու հոգիդ զվարճացնե։ Ահա Ուրեմն խրադե որդիդ, որ քեզ հանգստացնե Կարծեք ուզում է ասել ցանե որ ընցես Եթե մենք ուզում ենք մեր հանգստությունը մեր զավակների հաջողակ յանքում պետք է նաև իրենց խրադենք, ցանենք խրադը, որ մենք հնցենք հանգստություն, որովհետեւ մենք կարողանանք հնցել ինչ հանգստություն։ Ուրեմն մի կարևոր վերջին կանիմը հիշեցումներ, հետո անշուշտ ցեզ արիտ տալիս եմ, որ եթե հարցեր կան սիրով։ Հիմա քանի որ ամառնային ժամանակաշրջան է, մարդիկ միշտ մտածում են հանգստանալու համար, որտեղ գնալ, հաջելի ժամանցի համար, դա պետք է, եթե մեկ հատ հնարավորություն ունի շատ լավ, բայց նաև մարդիկ մտածեն, որ ամռան եղանակին ինչ անեն իրենց զավակները, որ ամռան ժամանակ նաև հոգևոր գիտելիքներով հարստանան։ Օրինակ հիմա հավանաբար ծմրան հնարավորություն չունեն բادرակի մասնակցելու, բայց հիմա ամենահարմար առիթն է, որ ամեն գիրագի մասնակցեն բادرակի արարողության, մասնակցեն հոգևոր զրույցի, որպեսզի նաև հոգեմտավոր աճում ունենան։ Որովհետև աճը միայն ֆիզիկական մեդային աճումը չէ, նաև հոգու աճումն է, եւ հոգին աճում է, երբ որ հոգևոր սնունդ մատակարարում է ծնողքը։ Ինչպես որ մայրը ջաշ եփում է եւ իր մայրական անխարտախ գատը տալիս է, մայրը իր ամուսնու հետ նաև տալիս է քրիստոնեական դաստիարակության սկզբունքները, որպեսզի նաև կարողանա այդ երեխան կարողանա սնվել հավատքի ճշմարտություններով։ Երբեմն մարդիկ մտածում են ամռան որտեղ գնան, ինչ անեն, ուրախանան, շատ լավ, բայց այդ բոլորի հետ նաև չմոռանան նկատել հոգու սնունդի կարևորությունը, որովհետև մի եկեղեցական ասում է ամեն ծնող պետք է հարց տա իր խոջին, որ ես ինչ անում եմ, որ իմ զավակը արկայության արժանի լինի։ Ոչ թե ես ինչ անելու եմ, որ իմ զավակը լավ է կայականստանա, լավ է, բայց բավարար չէ։ Կամ ինչ անելու եմ, որպես իմ զավակը հաջողակ լինի, լավ է, բավարար չէ։ Բայց նաև ամեն ծնող պետք է հարց տա, որ ես որպես հայր, ես որպես մայր ինչ անելու եմ, որպես իմ զավակը նաև արժանի լինի երկնքի արքայության ժառանգորդ դառնալու։ Աստված օրհնի մեր բոլոր հայ ընտանիքներին, որպեսզի ապրենք հայավայել, մարդավայել, աստվածահաճո կյանք, որովհետև հավատքը եւ սրբությունը սկսում է ընտանիքներից, հայ ընտանիքներից, թող ամեն մի հայ ընտանիքի օջախի ջրակը մշտավար մնա, մեր լուսավորչի հավատքով, Սուրբ Մեսրոպի մշակութային արժեքներով, շնորհալու մեղեթիով, Գարեգացի Սուրբի աղոթական աղաչանքով, մեր հայրերի սրբազան ավանդություններով, որպեսզի այդ տունը իսկապես այդ տնից ջարակայթե սրբության լույսը եւ ինչպես որ Արաքյալ ասում է, բոլորդ ամուսնությունը բադվեցեք, բադվեն ամուսնությունը, ամուսնացյալ զույգերը ոչ միայն իրենց սիրո կյանքով, այլև երբ որ դաստիարակեն իրենց զավակները քրիստոնեական եւ հայեցի կրթությամբ։ Աստված օրհնի ձեզ։